Մարտական գործողությունների վարման ժամանակակից տրամաբանությունը ենթադրում է նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ ու մոտեցումներ և Պաշտպանության բանակի հրետանին այս առումով հանդիսանում է առաջատար զորատեսակներից մեկը։ Հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրետանային մի շարք ստորաբաժանումներ օրերս ներգրավված էին ցուցադրական մարտավարական զորախաղերում, որոնց ընթացքում մարտական խնդիրների կատարմանը ընդգրկվեցին նաև անօդաչու թռչող սարքեր։ Միջոցառմանը փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով հրավիրվել էին միավորման հրետանու և հետախուզության ոլորտների պատասխանատու սպաներ։ Տեղանքի հետախուզում և նշանակետերի հայտնաբերում, տվյալների հավաքագրում և մշակում, կրակային արդյունավետ խոցման իրականացում։ Սրանք այն գործողություններն են, որոնք իրականացվում են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ինչի շնորհիվ զգալիորեն բարձրացում են նշված գործողությունների արդյունավետության մակարդակը։ Այսօրվա տեխնիկական միջոցները և անօդաչու թռչող սարքերի կիրառումը թույլ է տալիս մեզ հակառակորդին հասցնել մաքսիմալ և ճշգրիտ խոցում, ինչպես նաև հակառակորդին լրատախուզել իրենց շարժերը և կարևոր նշանակետերը իրենց խորքում, ունենք ահագին փորձ և թե մարտական կիրառմամբ, ինչպես նաև զորավարժությունների ընթացքում, բայց չենք կանգնում ձեռք բերվածի վրա։ Ամեն օր զարգացնում ենք անօդաչու թռչող սարքերի կիրառումը մեր միավորումների, զորամասերի, զորավարժությունների, ինչպես նաև մարտական կիրառման շրջաններում։ Այն գործողությունները, որոնք իրականացվել են զորավարժության ընթացքում, լայնորեն կիրառվում են նաև իրական մարտական պայմաններում, և նման միջոցառումների, ինչպես նաև հետագա տեխնիկական վերազինման ու մասնագիտական վերապատրաստման արդյունքում մենք կունենանք շատ ավելի մարտունակ հրետանի, ինչը կնպաստի նրան, որ մեր պաշտպանվող ու հարձակվող ուժերը իրենց կզգան շատ ավելի վստահ և իրենց առջև դրված խնդիրները կկատարեն առավել բարձր մակարդակով։